Ինչ վերաբերվում է կախվածությանը, ես կարծում եմ, որ ընդդիմությունը ամեն անգամ ցնցումների մեջ է ընկնում, երբ Ռուսաստանի Դաշնությունից մեկ կենտրոնից կախվածությունը փորձում ենք թուլացնել։ Մենակ այդ դեպքում, այսինքն եթե մենք ամբողջ էներգակիրները կամ նավթամթերք, գազամթերք ամեն ինչ ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, եթե հանկարծ մի փոքր շեղվում ենք այլ երկրից ենք ստանում, վայ, ոնց կլինի, օրինակ Ղազախստանից, էլի գործընկեր պետություն է, չէ՞, էլի ԱՏՄ կազմի պետություն, բայց ոնց կլինի 4-րդ կարգի ացորենը։ Հիմա էլ նույն ձև Ադրբեջանից ստանում ենք նավթամթերք, չգիտեմ իրականում հավաստիացումը չունեմ դեռևս պետական մարմիններից, արդյոք այս ընթացքը պայմանավորված է թե չէ, դեռևս հստակ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, բայց ամենայն դեպս Պապոյանը արձագանքել է, որ շուտով եթե արձագանքել, ուրեմն հավաստիացնում եմ, բայց ինչ խնդիր կա։ Ինչ խնդիր կա նրա մեջ, որ մենք փորձում ենք ավելի էժան, ավելի որակյալ կարող է լինել ուղղակի ոչ էժան, ոչ որակյալ, ուղղակի երկրորդ տեղից էլ ունենանք աղբյուր։ Սա պիլոտային տարբերակ է իհարկե, բայց հետագայի համար հնարավոր է շատ այլ բաներ էլ տեղի ունենան ընթացքում համագործակցության, տնտեսական համագործակցության տեսանկյունից։